Խոսքս վերաբերվում է անդիմադիր լրագրողներին։ Այս ինչ եք անում դուք։ Եկեղեցու դիմաց կանգնած ցինիկի պես ծիծաղում են։ Նկարում ծիծաղում այնտեղ քահանային այնպիսի հարցեր եք տալիս։ Ես լրագրությունից հեռու մարդ եմ անկեղծ, բայց ժողովուրդ ջան, յուրաքանչյուր լրագրող պետք է կյանքում ճշմարտությունը չփոխի գումարի դիմաց։ Ես հասկանում եմ, որ դուք այդ գումարի դիմաց եք վարձատրվում, ինչքան ասենց բոմբ նյութանեք, այնքան շատ փող կգա ձեզ, դե ձեր պապաները ձեզ ֆինանսավորում են, ես բան չունեմ ասելու։ Անկեղծ եմ ասում, մի օր չեղավ, գնաք մի հատ անապահով ընտանիքի լուսաբանեք, մի հատ մանկատուն լուսաբանեք, կամ կապ չունի ինչ-որ մի հատ մենակ ու խեղճ մարդու գնաք լուսաբանեք, խոսեք, որ աշխարհը իմանա, գա օգնի, չէ, խիչ եք անում, մեջը փող չկա։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վրա գոնիսկ մի պուճուր սենց ցեղ շպրտելու համար խելքները ձերը չի, չէ։ Ախր վաղուց անցել է ձեր շրջանել, դուք չեք գալու։ 18 թվականին ինչ չգնացիք, որ էլ հետ գաք, ախր ձեզանցկի ընդդիմություն չի եղնում։ Լուրջ եմ ասում, ամենայն անկեղծությամբ Հայաստանի Հանրապետությունը ներկայիս դրությամբ ընդդիմություն չունի։ Կամ մոտենում եք մարդկանց հարցեր եք տալի, կպնում եք այն ամենաթույլ խավին, այն խոսքի հետ խնդիր ունեցող մարդկանց, որ կամ հիվանդ, կամ սոցիալապես այն ամենաներքևի խավի մարդկանց, որ նյութ հավաքեք, գոնե մի երկու դիտում հավաքեք, որ ասեք, տեսեք, նյութ են կարել, չեմ խոսում ձեր անձնական նամակագրությունները, մեկիդ նյութ եք պաս տալի, ասում եք, խի ես մի բանը չասիր, բա այն մի բանն էլ ասեիր էլի, կիսատ ասիր, դուր ես չեկավ, չի կարելի։ Քաղաքական հայացքներ, բայց լրագրությունը այն հարթակն է, որ եթե քեզ քու բարձր դիրքում չպահես ու փողի դիմաց նյութեր հրապարակես, վերջ, ամենայն անկեղծությամբ, ես չգիտեմ էլի, ձեր գործն է ընդհանուր առմամբ։ Ժողովուրդը լավ գիտի, ամեն ինչ պարզ գիտի ու էլ թաքցնելու բան չկա, ամեն ինչ արդեն պարզ է բոլորիս։ Կասեմ մենակ մեկ բան ու կավարտեմ այս տեսանյութը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, Նիկոլ Վարչապետ։